Ողջույն եւ բարի գալուս Civilnet, իմ հյուրը այսօր Վահրամ Տեր-Մաթևոսյանն է, պատմաբան, հետազոտող Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս։ Շնորհակալություն Վահրամ մեզ հյուրընկալվելու համար։ Շնորհակալ եմ հրավիրելու համար։ Ուզում եմ այսօր խոսենք ոչ թե կոնկրետ ինչ-որ խնդրի իրադարձության շուրջ, այլ ընդհանուր հետազոտական աշխատանքների, մասնավորապես Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 18-ից հետո մինչև 18-ը եւ այն խնդիրների, որ հետազոտողները առերեսվում են եւ այն միջավայրի, որում հետազոտական աշխատանք կատարվում է։ Ես ուզում եմ հիշեցնել նախ մեր դիտողներին, որ դուք եւս Հովհաննես Նիկողոսյանի հետ երկու կարևոր աշխատանք եք հրատարակել Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ 18-ից հետո, մեկը 18-20 թվականներին վերաբերող հեղափոխությունից պատերազմ վերցանելով Հայաստանի պոպուլիստական արտաքին քաղաքականության որոշումների ընդունման process-ը վերնագրով եւ մյուսը քաղաքական կոմունիկացիան 2020-ի պատերազմի ժամանակ, որը վերջերս է հրատարակվել, եթե չեմ սխալվում, հունվարին, առհասարակ որն է հետազոտության խնդիրը Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ հատկապես 18-ից հետո եւ 20-ի պատերազմից հետո։ Շնորհակալություն այս հնարավորության համար։ Այն ինչ որ ես այժմ խոսեմ, այն ինչ որ կքննարկենք գերազանցապես պատմագիտության, քաղաքագիտության եւ միջազգային հարաբերությունների այս միջգիտակարգային հատման կետերին կվերաբերի, ուստի այլ հետազոտություններ, որոնք արվել են սոցիոլոգիայի ուղղությամբ կամ կոնֆլիկտաբանության ուղղությամբ դրանց մասին ամբողջական պատկերացում այս պայծությամբ չունեմ, բայց այն ինչ որ ցանկանում եմ ընդհանրացնել մեծ ուրեմն պատկերի մեջ հետևյալն է, որ 18-ից 20 թվականների ընթացքում լույս տեսան մի շարք աշխատություններ, թե Հայաստանում մասնավորապես գրախոսող տեսում հեղինակավոր պարբերականներում, որոնց հետևյալ ուրեմն գլխավոր ասելիքներն էր, որ Հայաստանում ժողովրդավարությունը ապագա ունի եւ այն կարող է նորեջ բացել Հայաստանի զարգացման գործում, այն մի շարք հեղինակներ, որոնք հայ հեղինակներ գերազանցապես որոնք ապրում են, արարում են Հայաստանում կամ Հայաստանից դուրս, գրեթե միակարծիք էին 18-19 թվականներին, որ այն ինչ տեղ ունեցել դա մեծ բեկում է եւ Փաշինյանին տրված է լայնածավալ հնարավորություն, գործունեության հնարավորություն, բայց դա նա պետք է անի զգուշությամբ ու հնարավորինս հաշվի առնելով այն բոլոր ռիսկերը, որ կարող են առաջանալ իր գործունեության ընթացքում։ Արցախյան հարցի հետ կապված շատ քիչ էին այն աշխատանքները, որոնք միտված էին Փաշինյանին ձգտել մղելու, որպեսզի ավելի զգուշավոր լինի եւ իսկ պատերազմի վտանգների մասին խոսակցները սկսեցին ծավալվել հատկապես 19 թվականից հետո։ Աշխատանքների մեծ մասը, որոնք նաեւ Հայաստանում շատ արագ թարգմանվեցին, այդպես էլ շատ ավելի լայն շրջանառություն ստացան ու շատ ավելի մեծ ազդեցություն գործեցին հանրային դիսկուրսի վրա, որպեսզի այն նարատիվները, որոնք ձևավորվում էր այդ ժամանակ Փաշինյանի եւ նրան աջակցող հանրային գիտնականների կողմից դրանք լայն տարածում ստացան։ Ու շատ դեպքերում այնպեսի լայն, որ մինչև հիմա դրանց ազդեցությունը դեռ զգացում է։ Պատերազմի նախօրեին ուշագրավ էր Լիպարիզյանի հոդվածը, հատկապես 20 թվականի օգոստոսի 10-ի զույգ հայտարարություններից հետո Սևրի պայմանագրի հետ կապված, որից հետո հրապարակախոսական է իհարկե նրա հոդվածը, բայց որոշակի արձագանքներ արդեն դրվեցին շրջանառության մեջ, թե ինչ պետք է անել վերահաս պատերազմը կանխելու համար, բայց դրանք կրկին ավելի շատ միտված էին հասկանալու թե ինչպես է հնարավոր պատերազմի դեպքում հաղթանակության մասին շատ քիչ էր խոսում, բայց ընդհանուր հաղթանակի մասին գաղափարներ, որ հնարավոր կլինի դիմադրել։ Այսինքն պատերազմը 20 թվականի կամ պատերազմի
նախատիպը քննարկում էր գերազանցապես այդ տեսանկյունից։ Օրինակ Հովհաննեսի եւ ինձ մոտ առաջացավ գաղափար դեռ 19 թվականին սկսել այդ ուսումնասիրությունը, որի նպատակն էր հասկանալ, թե արտաքին քաղաքականության մեջ այդ սխալները, որոնք արվում էին, ինչ են հանգեցնելու, մենք խմբակային մտածողության մասին եք նշում եք։ Ու այդտեղ մենք արդեն 18 թվականի ամռանը արդեն հստակ էր, որ ինձ ու Հովհաննեսի համար որ կային կրկնվող սխալ օրինաչափություններ, կրկնվող սխալներ, որոնք արդեն վկայում են այն բանի մասին, որ այդտեղ գործ ունենք խմբակային մտածելակերպի, ինչպես եւ ընդունված է անգլերեն այո պարոն բանաձևի կիրառման հետ, այսինքն երբ որ բազմակարծությունը թիմի ներսում հասցված էր մինիմումի կարևոր հարցերի լուծման քննարկման պարագայում, իսկ մեծ հարցերի դեպքում հնարավոր այդպես շղարշ է ստեղծված բազմակարծության, հատկապես արտաքին քաղաքականության հարցերի շուրջ։ Բայց 18 թվականի արդեն ամռան վերջին եւ արդեն հոկտեմբերին պարզել, որ որոշումների կայացման գործում Արցախի հետ կապված թույլ են տրվել մի շարք բաց թողումներ, դա առնվազն գործերի հանձնման գույքագրման հետ էր կապված։ Դուք խոսում եք այդտեղ ինստիտուցիոնալ խնդիրների մասին եւ ես հենց ուզում եի հարցնել այդ ինստիտուցիոնալ խնդիրները որքանով պայմանավորեցին պատերազմի բռնկումը, նախապատերազմյան դիվանագիտությունը, պատերազմի վարումը եւ հետագան, որովհետեւ երբեմն ինձ մոտ տպավորություն կա, որ մենք հակված ենք չափազանցնելու ինստիտուտների դերը, արդյոք կա այդ մտավախությունը, որովհետև ի վերջո Հայաստանում ինստիտուտները եղել են այնպիսին, ինչպիսին որ եղել են նախորդ 3 տասնամյակների ընթացքում եւ ավելի շատ անհատներն են, որ որոշումներ են կայացրել։ Ենթադրենք դժվար է պատկերացնել, որ Սերժ Սարգսյանը արտաքին քաղաքական ինչ-որ որոշում կայացնելիս պիտի խորհրդակցեր անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանի կամ չգիտեմ ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանի եւ այլոց հետ, արդյոք չափազանցություն չկա ինստիտուտների դերի առումով էստեղ։ Տեսեք, դուք կրկին ինստիտուտների մաս խոսելիս տվեցիք անձանց անուններ նշեցիք։ Գիտեք, 18 թվականի մայիս-դեկտեմբեր ընկած հատվածը դա փորձության շրջան է նաև ինստիտուտների համար։ Ես կարծում եմ, որ նաև հետազոտությունն է ցույց տալիս, որ ամենևին էլ այդպես չէր։ Իհարկե կար անձի գործոնը, բայց ինչ ենք հասկանում ինստիտուտները ասելով, ինստիտուտները իհարկե կազմված են մարդկանցից, բայց նա այնտեղ գործ ունեն կառույցների գործընթացների հետ։ Ինստիտուտ ասելով, առաջին հերթին ես դա եմ հասկանում, որ գոյություն ունեն ներքին մեխանիզմներ, ներքին քննարկումներ, որոշումների կայացման որոշակի process-ներ, ուրեմն հակադրություններ, կարծիքների փոխանակում, բանավեճ, ու այդ ամեն ինչի արդյունքում ծնվում է ինստիտուցիոնալ կարծիք։ Ու դա իր հերթին եւս ստուգվում, վերստուգվում, գնահատվում է տարբեր գերատեսչությունների կողմից, երբ որ կարծիքներ են վերցնում։ Հիմա արդյոք ինչպիսի վիճակ էր Հայաստանում 2018 թվականի մայիսի 9-ին կամ 8-ին նախորդին նու կարող են պատկերացնել կազմել, որովհետև քիչ թե շատ հասկանում եք 18-ից հետո կրկին այդ էйֆորիայի շրջանը դեր երկար մնաց ինստիտուտներում եւս դա դիտվում է որպես հնարավորություն նոր էջից սկսելու, նոր ճանապարհ հարթելու համար։ Բայց հենց որ եկավ 10 ընտրությունները տեղի ունեցան, նոր ազգային ժողով ձևավորվեց, արդեն հանրային դիսկուրսում ձևավորվել են որոշակի թեմաների գերակայություն, որոնք հենց այնպես իշխանությունը չէր կարող թողնել իր ձեռքից, որպեսզի բաց թողներ, որովհետև դրանք թե քաղաքական կապիտալ էին ապահովում, թե հանրային հնչեղություն էին ապահովում, իսկ Արցախի հետ կապված այդ ժամանակ արդեն մենք նկատում ենք, որ նախ լարվածությունը Արցախի եւ Հայաստանի իշխանությունների միջեւ դառնում էր ավելի ակնհայտ։ Իսկ դա շատ մտահոգող էր այդ
այն ամենի համապատկերում ինչ որ տեղի ունենում արտաքին քաղաքականության մեջ։ Երբ որ կար հակասություն Ստեփանակերտի եւ Երևանի միջեւ, որը երկուստեք փորձում էին շղարշել, փորձում էին երկրորդական նշանակություն տալ, դրան գումարում էր համատեղ որոշումների զինվորական ռազմական ոլորտում որոշ սխալների կամ նշանակումներ, լավ դեռ սխալներ չասենք, որոշ նշանակումներ, որոնք այն ժամանակ արդեն հարցեր առաջացրեցին, որոշ որոշումների կայացում, որոնք իրենց հերթին արտաքին քաղաքականության առումով, որոնք արդեն խնդրահարույց են, վստահ եմ որոշ ինստիտուտների մոտ արդեն դրանք կարմիր լույս էին եւ կարմիր դրոշակ էր, ինչպես ասում են, բայց դրանով հանդերձ արդյոք դա բավարար է, որպեսզի ինստիտուտների դերը թերագնահատվեր, կարծում եմ դեռ ոչ։ Մենք մինչև 20 թվականի պատերազմը ինստիտուցիոնալ առումով դեռ կային հակակշռող ինստիտուտներ։ Բայց նայեք, ինստիտուտներից ենք խոսում եւ ինստիտուտների մեջ չեղավ նաեւ այդ ինստիտուցիոնալ ընդվզումը այն քաղաքականության նկատմամբ, որը վարվում էր։ Ի վերջո, հենց այդ մարդիկ, որոնք ղեկավարում էին ինստիտուտների ներսից էին։ Ենթադրենք վերցնենք պաշտպանության նախարարությունը, արտաքին գործերի նախարարությունը եւ այն քաղաքականությունը պոպուլիստական, որ վարվում էր 18-20 թվականներին, չէր բխում այն ինստիտուցիոնալ հիշողությունից եւ ժառանգականությունից, որոնց կրողն էին այդ ինստիտուտները ղեկավարող մարդիկ։ Արդյոք կարող ենք ասել, որ խմբային մտածողությունը համակել էր նաեւ նրանց։ Կարծում եմ այդ 19-ից հետո դրա միտումներն արդեն հստակ նկատվեցին։ Այդ եւ անվտանգության խորհրդի ուրեմն հանդիպումները, ինչպես նաեւ այն մամլոհաղորդագրությունները, երբ որ մենք կարդում ենք դրանց տողատակերը կամ այն համատեքստը, որոնցում դա կապվում են, պարզ էր, որ գործ ունենք արդեն այդ խմբակային մտածելակերպի ավելի շատ կրկնվող օրինաչափությունների հետ, ու դա արդեն մտահոգող էր։ 20 թվականի Մյունխենյան հանդիպումը ցույց տվեց, թե ինչ է նշանակում անպատրաստի գնալ ու պոպուլիստական ձևով փորձել բաց ձևով քննարկել այն թեմաները, որոնց մասին կուտակված գիտելիքը բավարար չէր, որպեսզի հանրային քննարկման ձեռնոց նետեր տվյալ դեպքում Ալիևին։ Դա այն բացահայտ դրսևորումներից մեկն էր, թե ինչ է նշանակում համապատրաստի մտնել առանց ինստիտուցիոնալ բեքափի, ինչպես ասում են, մտնել դիսկուրսի մեջ հակառակորդի հետ ու տեսանք մենք արդյունքը։ Դա այն դրսևորումներից մեկն էր, որ երկրի կառավարության ղեկավարը ինստիտուցիոնալ կարծիքը հաշվի չէր առնում, կամ ասենք հենց ժամեր անց այդ հանդիպումից, երբ որ հյուրանոցից շրջանառության մեջ դրվեց Մյունխենյան սկզբունքներ արվածը, գրեթե վստահությամբ կարելի ասել, որ դա ներգերատեսչական քննարկում չէր անցել, որ դա գուցե լավագույն դեպքում քննարկվել էր արտաքին գործերի նախարարի հետ, բայց վարչության պետեր, բաժինների վարիչներ կամ փոխնախարարների մակարդակով դժվար է պատկերացնել, որ այդպիսի արագությամբ գիշերը հնարավոր էր Մյունխենյան սկզբունքներ դնել շրջանառության մեջ եւ այլն, այսպիսի օրինակներ շատ են։ Սա եւս վկայում է այն մասին, որ կային ինստիտուտներ եւ կար մեկ ուժեղ մարդ, այս Strongman կոչվածը, որը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հարգել ցույց տալ ինստիտուտների կարևորությունը, դրոշի համար մարդուն ազատել աշխատանքից, որը սխալ է դրված, բայց միևնույն ժամանակ այն պահին, երբ ամենաշատն էր պետք ինստիտուտների կարծիքը, համակցված կարծիք, այդ ժամանակ պարզապես անշադրության մատնել կամ պարզապես անտեսել այդ ինստիտուտները։ Ամփոփում անենք մասնավորապես այն հետազոտությունների, որ այս 5 տարիների ընթացքում իրականացվել են։ Առաջինը ես հիշում եմ, որ Սիմոն Սարաջյանի 2020-ի պարտության պատճառների մասին հարցաշարն էր, Սիմոն Սարաջյանը Հարվարդի հետազոտող է, հետո եղավ Ժիրայր Լիպարիցյանի, Թալին Փափազյանի եւ Ռոբերտ Այդապիրյանի Սպիտակ թուղթը, ձեր հոդվածը Հովանեսի հետ միասին հրատարակվեց հեղափոխությունից պատերազմ, մյուս հոդվածը արդեն հունվարին եղավ Փոթորիկ Կովկասում ժողովածուն, Արման Գրիգորյանի հոդվածը
անպոպուլիստական քաղաքականությաններ նաև վերաբերում recklessness անխոհեմությանը իշխանության Ժիրայրի մի հոդվածներ ժիրայրի հոդվածը բանակի ռեֆորմի մասին եւ վերջին պարտություն գիրքը Վիգեն Չետերյանի գլխավոր հոդվածով եւ վերջին այս ժողովածուն Նյումեգի հրատարակած, որտեղ 16 հոդվածներ են տարբեր հեղինակների, բայց մի բան է կարմիր լույսի պես անցնում, որ բացառությամբ երևի 1-2 ձեր կոնկրետ հոդվածների մնացած բոլոր աշխատանքները կատարվել են ոչ հայկական, ոչ Հայաստանի ներսում գտնվող ինստիտուտների պատվերով։ Ասենք վերցնենք վերջին Նյումեգի հրատարակած գիրքը գրքի աջակցել է Գյուլբենկյան հիմնադրամը, Փոթորիկ Կովկասում գրքի հայերեն հրատարակությանը Թուֆենկյան հիմնադրամը եւ այդ թեկուզ եւ հայկական հիմնադրամը, բայց Հայաստանի ներսում կարծես այդ պահանջարկը չի ձևավորվում, որ մենք ուսումնասիրենք մեր սեփական ոչ վաղ անցյալի պատմությունը, որ անմիջական ազդեցություն ունի քաղաքական ներկայիս որոշումների վրա եւ մենք ունենք նաեւ 44 օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնարարություն, որ միջև հիմա ոչ մի հրապարակային կամ ոչ հրապարակային ինչ որ զեկույց չի հրապարակել։ Ինչու է այդպես։ Մինչ փորձեմ այդ հարցին պատասխանել, դրան հավելենք այն հանգամանքը, թե քանի գիրք է տպագրվել թուրքերի, ադրբեջանցիների եւ նրանց աջակցող եվրոպական եւ ամերիկյան հետազոտողների կողմից այս ընթացքում։ Արդեն 21 թվականին թուրք-ադրբեջանական այդ գիտնականների մի խումբ տպագրեց Routledge-ում մեկ ժողովածու դրան շատ արագ հետևեց մեկ ժողովածի IB Taurus-ին տպագրված, երբ խմբագիրներից մեկը ինձ կապվեց խնդրելով իմ հասցեն որպեսզի ուղարկել, ես խնդրեցի նախաբանը կարդալ, նախաբանը այնքան հակագիտական էր իր ձևակերպումների առումով, որ իմ պատասխանը եղավ նամակ գրել խմբագրին Routledge-ի, հարցնել թե ինչպես կբացատրեք այս խիստ քաղաքականացված հակագիտական հոդվածը ժողովածուի տպագրումը, նա ասաց դուք էլ ուղարկեք ձերն էլ կտպագրենք։ Այսինքն մենք ի հավելում են ձեր փաստերի, Կարեն, գիտեք ինչն է կարևոր նաև, թե ինչքան ժամանակ պահանջեց, որպեսզի այս վերջին ձեր խմբագրության վերջին աշխատանքը լույս տեսնի։ Պատերազմը 2029-ը տեղ ունեցավ 20-ից 23 թվականներին պատերազմական գործողություններ Արցախի անկում եւ միայն 25 թվականի մարտին սեղանին դրվեց քիչ թե շատ ամփոփ աշխատանք շատ լավն էր, որակական առումով կարևոր է, չնայած որոշ հեղինակների որոշ մտքերի հետ կարելի է վիճաբանել, բայց ինչքան դանդաղ է ընդհանուր արձագանքը, գիտական արձագանքը, վերջիվերջո դրանք սրանք դրվել են շրջանառության մեջ, ուսանողները կարդալու են, դասախոսությունները դրանց շուրջ են կառուցվելու, շատ դանդաղ է այդ process-ը տեղ ունենում։ Այդ այսպիսի պարտության կամ Արցախի անկման Հայաստանի տարածքային ամբողջականության կորստի վերաբերյալ այդ հանրային քննարկումներից դեպի գիտական անցումը դրանց գիտական պրոբլեմատիկայի վերածել այնքան դանդաղ է տեղ ունենում, որ միջև աշխատանքների լույս են տեսնում դրանց հրատապությունը կամ կիրառելիությունը եւս էականորեն նվազում է։ Ու հետեւաբար այս առումով շատ չեն գիտական ուսումնասիրություններ, բայց փոխարենը կան լրագրողական հետաքննություններ, շատ կարևոր նյութեր, որոնք արվել են, ու դրանց արժեքը շատ մեծ է։ Civilnet-ի հետքերի կողմ այստեղ ուղղակի մի կարևոր խնդիր կա, որ ինչքան էլ որ լրագրողական հետաքննությունները կարևոր են եւ արժեքավոր են, գիտական մեթոդաբանությունը լրագրողական հետաքննություններում բացակայում է։ Դա տվյալ դեպքում կարելի է ասել առանձնահատկություններից մեկն է, որովհետև լրագրողներն ինձ առջև խնդիր չեն ունեն, նրանք այլ մեթոդաբանությամբ են աշխատում, բայց ընդհանուր առմամբ պետությունը պետք է դեմքո շրջվի դեպի 2023 թվական, ընդհանրապես 2020-ը ծնող պատճառները ու հնարավորինս շատ ոչ թե սպասեն արտերկրյա դրամաշնորհների կամ պատվերի, պետությունը պետք է հետազոտությունների շատ ակտիվ հետազոտություններ սկսի ֆինանսավորել, որպեսզի
պարբերական ձևով գիտնականները կարողանան նախ դպրոց ստեղծեն պատերազմի ուսումնասիրության Արցախի ցավալիորեն այսօր մեզ մոտ պետությունը ինչ որ չափով ասոցացվում է իշխանության հետ եւ նախկինում էլ այդպես է եղել մեծ հաշվով եւ կարծես թե պետությունը ինքը հակված չէ բացահայտելու այն իրողությունները, որոնք որ հանգեցրել են այսօրվա վիճակին։ Ես ուզում եմ մի քիչ այլ անկյունից դիտարկենք նաեւ այս հարցը Ղարաբաղյան հակամարտության ուսումնասիրության պերիոդիզացիայի մասին եմ ուզում խոսել։ Մենք հիմնականում կենտրոնանում ենք այսօր 2020-ի վրա, բայց մենք ունենք մինչև 2018 թվականի փուլը, ընդ որ մինչև 2018-ն էլ կարելի է բաժանել տարբեր ժամանակաշրջանների, եւ ունենք 2018, 2023 եւ 23-ից հետո։ Ինչու ենք մենք ընդհանրապես հետազոտական համայնքը կենտրոնանում 20 թվականի պատերազմի վրա, այն դեպքում, երբ որ մեզ մոտ այդ ողբերգության գագաթնակետը 23-ի սեպտեմբերն էր։ Ես էլ եմ մշտապես դրա մասին բարձրաձայնում Կարեն, որովհետև ինձ համար այդ ֆիքսվելը 20 թվականի պատերազմի, բուն պատերազմի վրա առանց դրա վերջնակետը դիտելու մի շարք առումներով է սխալ, ու դա սխալ եզրահանգումների է տանում, որովհետև 20 թվականի պատերազմի իր ամենածանր հետևանքներով նախորդեցին մի շարք այլ կարևորագույն իրադարձություններ, որոնք եւ վերջին հաշվով հանգեցրին 23 թվականի սեպտեմբերի 19-ին ու Արցախի անկման։ Դες այդ ֆիքսվածությունը 20 թվականին եւս մեկ այլ խնդիր է, որ պետք է վերանայել ու 2023 այդ ժամանակահատվածը դնել շրջանառության մեջ որպես մի փուլ, որի ընթացքում տեղ ունեցան այնքան իրադարձություններ, այնքան արագացված ձևով դրանք տեղ ունեցան, որը նմանում է միայն 1918-21 թվականների իրադարձությունների արագության իրենց ինտենսիվությամբ, իրենց ծավալներով։ Եվ կրկին նույն այդ արագությունները, որ թերևս կամ դաթարի բացակայությունները, որ թույլ չի տալիս երևի գիտնականներին կանգ առնել, հասկանալ, թե այս փուլը, շրջափուլը որտեղ է ավարտվում, այդ շարունակական հոսանքի զգացումը թերևս պատճառներից մեկը կարելի է դիտել, բայց դրանով հանդես 2023-ը պետք է դիտի որպես մեկ ամբողջություն իր տարատեսակ ձևակերպումներով կամ դրսևորումներով Հայաստանի վրա հարձակում, Հայաստանի սուվերեն տարածքի օկուպացիա, ուկրաինական պատերազմի ազդեցություն Ռուսաստանի կողմից, հիբրիդային պատերազմ եւ այլն, այսինքն այդ փուլերը այնքան ենթափուլեր ունեն, բայց ցանկալի է, որ 20-ից ուրեմն հատկապես 21 թվականի մայիսից պատերազմից հետո 20 թվականի պատերազմից հետո մինչև 23 թվականի սեպտեմբեր այդ իրադարձությունները դառնան գիտական մեթոդաբանությամբ քննարկման առարկա, չնայած պատմաբանի աշխով դրանք շատ թարմ են, դեռ պատմության փոշին այդպես չի նստել այդ իրադարձությունների վրա նյութերի կանխազերծման հարց կա, շատ բաներ հայտնի չեն, բայց դրանով հանդերձ դա չի նշանակում ապրողություններ կամ մարդիկ, որոնք անցել են այդ ամեն ինչը տեսել են ու կարող են որպես էքսպերտներ, որպես ֆոկուս խմբերի ուրեմն հանդիպումների ժամանակ կարևոր ներբերումներ ունենալ գիտական հետազոտություններում։ Այսօր մենք մի ժամանակափուլում ենք հայտնվել, որ կարծես թե տեղի է ունենում հայաստանյան քաղաքականության դեղարաբաղիզացիա, եթե կարող ենք այսպիսի եզրույթ կիրառել, ընդհանրապես Հայաստանի անկախությունը ծնվեց Ղարաբաղյան շարժման հիման վրա եւ Հայաստանի նորանկախ պետության ինքնության հիմքում հենց Ղարաբաղյան շարժումն էր։ Հիմա կարծես թե մենք նոր ինքնության ձևավորման ուղղությամբ ենք գնում։ Ինչ ես կարծում, մենք կարողանալու ենք գնալ այդ ուղղությամբ իսկապես պատմության այդ ջրբաժանը անցնելով կամ կարծոք նման ջրբաժան թե ոչ։ Կարծում եմ այդ գիծը առավել քան հստակ է դարձել 20 ինձ համար առնվազն 21 թվականի ընտրություններից հետո դրա առաջին նախանշանները հստակ երևացին 22 թվականի Պրագայի հայտարարությունը
Ինչպես նաև այն ինչ չարվեց 22 թվականի դեկտեմբերից հետո, ինչպես նաև այն հայտարարությունը, որ Փաշինյանը արեց ի պատասխան այն օպերացիայի, որ Ալիևը սկսեց 23 թվականի դեկտեմբերի 19-ին, դրա պարզ վկայություններն են, այսինքն եւ վերջին հայտարարությունը, որ ԱԳՆ-ն արեց, ցույց են տալիս, որ այո, գնում է այդ ուղղությամբ, այդ նարատիվը, այդ դիսկուրսը եւ Ղարաբաղյան շարժման ավարտը ազդարելու մասին իր հայտարարությունը, այսինքն դրանք այնքան ակնհայտ են, որ անգամ քննարկման կարծում եմ պետք է ասենք ինչու են դա արվում, որոնք են այն նոր նարատիվները, նոր խոսույթները, որոնք պետք է դրվեն շրջանառության մեջ։ Այն ինչ որ դրված է շրջանառության մեջ, իրական Հայաստան անվամամբ դա ոչ մի կերպ չի կարող հավակնել ոչ մի բանի, որովհետև բովանդակության առումով խոցելի է, մեկ մարդ չի կարող գաղափարախոսություն գրել կամ մեկ աշխատանքային թիմ գաղափարախոսություն չի գրել, չի կարող գրել, դա շատ վատ օրինակների որպես մասնագետներ մեր օրինակներ են կարող վերհիշել, թե ինչպես Հյուսիսային Աֆրիկայի կամ Մերձավարևելքի մի շարք ղեկավարներ սկսեցին գրել, այնուհետև թե ինչ տեղ ունեցավ այդ ամենի հետ բոլորս գիտենք։ Ընդհանրապես պետության ղեկավարի կողմից գաղափարախոսություն գրելը դա շատ վատ պրակտիկա է։ Դա տանում է շատ վատ տեղ, շատ բարձր գին վճարելով։ Հետևաբար, երբ ազատվելով Արցախից, արցախյան շարժման այդ խոսույթից, ոչ մի նոր բան չի դրում շրջանառության մեջ, որը կարողանա ունենա այնքան ծանրակշիռ ազդեցություն ու դեր, որը կարողանա լրացնել գոնե դրա քառորդ մասը, այն կարևոր նշանակության, որ Արցախը ունի եւ ունեցել է մեր սերնդի, մեր հայրերի սերնդի ձևավորման գործում։ Հետաբար դեռ ոչ մի բան չկա, որ կարողանա այդ անդունդը, այդ վիհը լցնել։ Ուստի ու դա հնարավոր չէ անել փաստաթղթերով կամ հայլուրով լուսաբանվող հանդիպումներով, հա, դա պետք է արվի մեկ այլ ներքևից ծնվող հանրային շարժման դրա նախանշանները տեսանք, դրանք արդյունք չբերեցին, բայց դա ընդհանրապես պետք է այդ ընդվզումը պարզապես պետք է բերել ճիշտ հունի մեջ դնել։ Իսկ դա անելու համար հարկավոր են քննարկումներ, լայն քննարկումներ, բանավեճեր, պարտություններ, հաղթանակներ բանավեճերի մեջ, որպեսզի ծնվեն նոր խոսույթներ։ Իսկ այս ձևով դրանք ցավոք չեն ծնվում, ու ուստի իրական Հայաստանը դա դաշտում այդ բացը լրացնելու իշխանական փորձը իրենց տեսանկյունից արդարացված, որովհետև նրանք իրենց պատկերացումներում ունեն առնվազն պատասխան, թե ինչու է պետք դա ունենալ։ Մի կողմ թողնենք բովանդակությունը, բայց այսպես այլընտրանքային մեծ փաստաթղթավորված նախագիծ չկա ցավոք դրված։ Օրինակ վերջերս արտաքին գործ ազդարարվեց, որ ստեղծում է անվտանգության նոր ռազմավարություն։ Օրինակ ընդդիմությունը կամ ընդդիմության մասնիկները կարող են իրենց այլընտրանքային անվտանգության ռազմավարությունը դնել շրջանառության մեջ։ Դրանով ձևավորեն նոր հանրային խոսույթ, որը կլինի այլընտրանք իշխանության ստվերային կառավարություն։ Այսինքն մենք ես որ հետ եմ նայում, նույն դիսկուրսն է տեղ ունենում, ինչ որ տեղեր ունենում տարիներ առաջ, մինչև 18-ը։ Ընդդիմությունը սպասում է արտաքին ազդակների ու նշանների եւ ամենակարևոր հրաշքի, որ առանց ինստիտուտներ ստեղծելու, առանց կառույցներ ստեղծելու հնարավոր է հասնել իշխանափոխության։ Դա այդպես չի լինում։ Շատ դժվար է պատկերացնել։ Հիմա վերադառնալով ամենաառաջին նախապես նշված հարցին, կարծում եմ, որ Արցախյան ուրեմն շարժումը, Արցախյան ինքնությունը մեր հավաքական ինքնության մեջ այնքան խորն է, այնքան է բազմաշերտ է, որ ուրեմն հայտարարություններով, հրամաններով դա հնարավոր չի իրականացնել։ Վերջի վերջո մենք բոլորս ենք այդ փուլերով անցել, բոլորս ենք տեսել այդ պատերազմի
եւ այդ շարժման հետևանքները մեր հերոսները, մեր տոնացություն, մեր բոլոր տոները կապված են Արցախի հետ։ Հետևաբար այդպես հեշտ ձերբազատվել առանց փոխարենը համարժեք բան առաջարկելու եւ բազապես հուսալով որ հանրությունը լայն առումով կաջակցի դրան, կարծում եմ կարճատեսությունը շատ առումներով։ Շնորհակալություն Վահրամ, հիշեցնեմ իմ հյուրներ պատմաբան Վահրամ Տեր-Մաթևոսյանը։ Մնացեք Civilnet-ի հետ։